ինքը լեգիտիմության աղբյուր չունի էլ իշխանության։ Երեկվանից ծնողները գիշերել են նաև այստեղ են։ Սննդի հարց մեր պաշտոնյաների կողմից որևէ մեկը լուծել է։ Երբ որ սկզբից եկանք, մեզ սենց փոքր ջրեր տվեցին, հա, այս հարցն է շատ կուզենամ անդրադառնամ, հուսով եմ մարդիկ տեսնում են, կարան կան։ Չէ, մի բլոկ ջուր տվեն այստեղ։ Հա, այդ եմ ասում, էլի, այդ մի բլոկ ջուրներ, հետո դե մենք մեր միջոցներով ենք անում, բոլոր այն մարդիկ, ովքեր էս եթերների, այդ Իրանից հատվածների տակ կգրեն, որ, չգիտեմ, ինչ-որ պատվիրված, քաղաքական դերակատարների մարդիկ ենք, փողով ենք եկել այստեղ, բան, թող կան, խնդրում եմ, անձնապես ծանոթանան իմ հետ, Արսենի հետ, Ազատի հետ, մյուսների հետ, թող կան ծանոթանան, թող կան մի պահ փորձեն իրանց դնել մեր տեղը, հասկանան, թե այդ ինչ է նշանակում 5 տարի ապրել այդ զգացումով, որ քո երեխան կա, թե չկա, ու ինչի հաշվին բանը, տենց մի շիշ ջրի, մի փոր հացի, ինչ ասենք, մի հատ կես բուլկու համար մսխել իրանց ամբողջ կյանքը ինչի համար։ Կամ այսքան խաբեգ Ոնց կարելի է, ես չգիտեմ, ես վստահ եմ, որ այդ մարդիկ որպես մարդ գոյություն չունեն, դա ֆեյքերն են, ես առանձնահատուկ ուզում եմ դիմեմ այդ ֆեյքերին, մարդ պետքա, չգիտեմ, էլի մի քիչ բարոյականության սահման ունենա, այդ աշխատանքներ, որ անում եք մեր ելույթների տակ կոմենտներ գրելով, որ մենք փողով ենք այստեղ անում, մի քիչ գոնե աստվածավախություն ունեցեք։ Ես հասկանում եմ, որ այդ ֆեյքերի պատվիրատուները ընդհանրապես աստվածավախություն չունեն, բայց ինչ որ մի կարմայի հավատացեք էլի այս կյանքում։ Կներեք, մի բան հարցնեմ, էլի, քանի որ դուք պահանջում եք ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարին, որպեսզի վստահեցնի, որ շարունակելու է Աբազյանի աշխատանքը։ Նշվում է, որ այժմյան ԺՊ-ն կատարում է Նիկոլ Փաշինյանի բոլոր հրահանգները։ Դա ձեզ որտեղից վստահություն, որ շարունակություն կտա, ձեր հարցերին լուծում կլինի։ Ոնց են հավատալու իրեն։ Մեծ հաշվով, եթե վերցնենք պարոն Աբազյանն Նիկոլի կողմից նշանակված պաշտոնյա, ինչը մեծ վերապահում էր իհարկե առաջացնում, առնվազն իմ մոտ մարդ, որ ունի ռադիկալ ընդդիմադիր հայացքներ։ Բայց ամեն դեպքում այդ մարդը մեզ կարողացել էր համոզել, հավաստիացնել առանձին ելույթներում եւ այլն, առանձին հանդիպումների ժամանակ, որ մարդկային իմաստով սա տարանջատման ենթակա հարց է քաղաքական բոլոր հարցերից, հումանիտար բնույթի հարց է եւ ինքը որպես մարդ, որպես հայր, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի մարդկային առումով ամեն ինչ անելու է իր կարողությունների սահմանում այս հարցին մի որևիցե հանգուցալուծում տրամադրելու համար։ Եվ մարդկայինորեն մեզ այդ համոզմունքը փոխանցել էր։ Մենք ավել բան հիմա չենք ուզում։ Մենք ուզում ենք, որ եւս էլի գա այդպիսի մի գիտակից մարդ, որը չգիտեմ, թե հիմա շատ մեծ բանով չեմ ասում, խանդավառությամբ չեմ ասում, որ պետքա բանը պատրաստի վավերացնել Նիկոլ Փաշինյանի բոլոր ապօրինությունները, ես համոզված եմ, որ պետք է սպան, ցանկացած մասնագետ ունենա մասնագիտական արժանապատվություն եւ չանի բաներ, որոնք ոտնահարում են մարդկային ու մասնագիտական արժանապատվությունը։ Բայց սա դնելով մի կողմ, գոնե թե հումանիտար, խիստ մարդկային հարցով կարող ենք մենք ունենալ հավաստիացում, որ մարդը պրոֆեսիոնալ կերպով, սրտացավ կերպով, իր կարողությունների հնարավոր ու անհնարին չափով այս հարցը կկարողանա հասնել տրամաբանական լուծման։ Դա է։ Երբևէ Սիմոնյանի հետ հանդիպում ունեցել եք, օրինակ տեղակալին ճանաչել եք Անջանիկ Սիմոնյանին։ Երբևէ ու այստեղ ոչ մեկը չի տեսել, չի ճանաչում, չգիտի ինքը ինչքանով է տեղեկացված, արդյոք ասենք հասարակ բան բռնի անհետացածին տարբերում է անհետ կորածի հասկացությունից։ Ես հասկանում եմ, որ մեր լայն հասարակության համար, մյուսների համար, սրանք ոնց որ հոմանիշ բառեր են դառել, բայց այս ամեն ինչի, ամեն բառի տակ, ամեն մի անվան տակ մի ճակատագիր է, մի խեղված ճակատագիր է այդ մարդու եւ իր ընտանիքի եւ այս տարիների ընթացքում քիչ թե շատ, չգիտեմ, ինչ որ մարդիկ են եղել, որ անընդհատ այդ գործի մեջ ամեն մեկի գործը սերտել են։ Իմ համար էլ դժվար է, որ ես չգիտեմ, գնում եմ տարբեր որպես իրավապաշտպան հանդես գալիս, մինչև այդ ամեն մարդու գործը ուսումնասիրում ես, հասկանում ես, մարսում ես, որպեսզի կարողանաս ներկայացնել այստեղ միջազգային, այդ ամեն ինչը ջանք է, ժամանակ է պահանջում։ Ուղղակի այսպես պաշտոնյաներին բանի պես փոխելով չեմ էլ ուզում ոչ կոռեկտ համեմատություններ արվես, ուր պիտի հասնենք, որտեղ է այդ ինչ ողջամիտ բացատրություն ունի։
Կաթա ջան, ես մի քիչ մոտեցա, չգիտեմ, այս հարցը գործընկերներս տվել են թե չէ, բայց հիմա մենք ազգային ժողովի բակում ենք, օրինակ դուք ակնկալում եք, որ հիմա ներսում է նաև այնտեղ Նիկոլ Փաշինյանը, որ իրենց հետ իրենք կգան այստեղ, ձեզ ընդհանրապես մի ցանկապատ է բաժանում եւ նաեւ ժամկետների մասին, հա, ինչ պայմանով կբացեք Բաղրամյան պողոտան եւ ինչքան եք պատրաստվում մնալ այստեղ։ Իրավասու չեմ պատասխանել բոլորի անունից ինչքան կպահենք եւ ինչ պայմանով։ Պայմանը, այսպես ասած, ձևակերպած համոզիչ հավաստիացում ստանալն է, որ գործընթացը կշարունակվի առնվազն այն կետից, որտեղ որ թողել է պարոն Աբազյանը, ու այդ մակարդակով։ Այսինքն այն պաշտոնյանով որ կփոխարինի։ Հա, մենք հիմա բան ունենք, մտահոգություն ունենք, երեք փորձեցին մեզ համոզել, որ, չգիտեմ, այդ պաշտոնակատար եւ այլն, բայց ես ինքս մտածում եմ, որ ժամանակավոր պաշտոնակատարը նույնիսկ ինքը չի էլ համարցակի, նախ ինքը չի ուզենա գա այդպիսի խոստում տալ, որովհետեւ ինքը չգիտի վերջո այսօր ժամանակավոր պաշտոնակատարը վաղը նշանակվելու է այդ պաշտոնին թե չէ, եւ կարծում եմ թե կան թե չեն գա Ես հրաժարվում եմ ուղղակի մեկնաբանել կամ կանխատեսել Փաշինյանի գործողությունները։ Իսկ Աբազյանը այս ընթացքում ձեզ հետ որևէ կապ հաստատել է կամ դուք փորձել եք։ Ես չեմ փորձել, չքան գիտեմ մարդկանցից կարող է փորձել։ Նշեցիք, որ կասկածներ կան, որ ժամանակավոր պաշտոնակատարը հնարավոր է 1 ժամ հետո, 1 օր հետո փոխվի։ Այդ դեպքում էլ ավելի բարձր պաշտոնյայի, ով ում կհետաքրքրի այս հարցը, պահանջ չեք ներկայացնի։ Դե ավելի բարձրով պետք է լինի, վարչապետը պետք է լինի, ես վարչապետի մասին ասեցի իմ համոզմունքը։ Ես արդեն այս փորձառության բերումով 5 տարիների ընթացքում շփվել եմ այն մարդկանց հետ, ովքեր որ, այսինքն ավելի սպայական անձնակազմում են, ուրիշ ավելի ցածր օղակներում են, այդ մարդիկ փորձում են այսպես Լռելյանին ցույց տալով իրենց վերաբերմունքը բարձրագույն ղեկավարության հանդեպ մեզ համոզեն, որ իրենք գոնե ծառայություն են անում եւ իրենք մարդկայինորեն փորձում են մեզ օգնել։ Ես երևի իմ խոսքը կարամ ուղղեմ մենակ այդ արժանապատիվ սպաներին, որ ինչ որ մի կարմիր գիծ կա, ինչ որ մի սահման կա, որից հետո չպիտի ուղակի անցնել, այսինքն իմ հույսը ոչ թե կարելի է ասել ավելի բարձր գտնվող մարդիկ են, այլ երևի ավելի ցածր գտնվող մարդիկ, որ այդ մարդկանց ընդհանուր կոնսոլիդացիան ու ընդհանուր ընդվզումը հնարավորություն կտա գլոբալ եւ այս մեր մասնավոր հարցի եւ ավելի գլոբալ իմաստներով հաջողության հասնել, որովհետեւ ամեն օր մենք տեսնում ենք, որ ինչ որ մի հատ նոր հատակ է փորվում աբսուրդի, ապօրինության ամեն օր ավելի անտրամաբանական, ավելի հախուռն, ավելի, չգիտեմ, զարհուրելի դեպքեր են տեղի ունենում եւ քանի դեռ ենթակաները ենթարկվում են, իշխողները իշխում են